Մեր բնակիչների ամենամեծ ու չլուծվող խնդիրը ագրիչայի վիճակն է, որի մասին խոսում են բոլորը, բայց դրան զուգահեռ չեն փորձում իրենք էլ ինչ-որ բանով աջակցել նրա մաքրմանը։ Քամուց խոնավությունից չորացած ծառերը կոտրվելու ընկել են գետի հունը, որը և ջրի սակավության պատճառով դարձել է պատնեշ աղբի հավաքվելուն։ Ուսա տեսնում են հարակից բնակիչները, բայց ոչ մեկ չի փորձում գոնե կոտրատված ծառերը դուրս հանել գետի հունից։ Այդ հարցով ամենաշատ բանը ես եմ եղել, որովհետև այդ գետը իմ տանը մոտով է անցնում։ Գիտեք ինչ, չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորված ալեին, թե ինչ-որ ասենք, շատ մարդը նկատողություններ արել են, բայց գիտեք ինչ, դու ով ես կարող է ասի, ու եղել այդպես դեպ, պարկը ձերին ծիբիլով բանով կացեց կամուրջիշ, ասի չամնչեցիր, ամոր չի այլ տես, մեկը դու մյուսը ինչ կդարնա, ախր չէ որ վերջով սա կուլտուրա պետք է էթիկա ունենանք, տես կողքերիս մանկապարտեզն է, երեխեք չան որ կեղդոտ ենք, մեր երեխաներն են դες սովորում գնում են, ափսոս է գետը ինչի կեղդոտ ենք, ինչի համար Զիբիլի փառք ասում մեր ղեկավարությունը, մեր մունիցիպալիտետը այնքան արգներ բաներ է դարել, որ ամեն մի բանի վրա երևի մենակ մեր այդ ուլիցան այդ չայի կողքին ասեմ մի երևի 6-7 հատ դարած են։ Մեկ է սովորություն են արել, կողքին կարող է քացի կամ գետը քացի, բայց այդ Զիբիլանոցի մեջ չեն տանի այդ բանը քացի։ Ես դրա համար շատ եմ իմիջալուց զայրացած, շատ էլ նկատողություններ եմ արել, ես մի բան եմ խնդրելու, ես երևի բարձրանամ մի հատ մերիա եւ ասեմ, որ եթե ես բռնեցի, նկարեցի, բերեմ տան, մի հատ լավ մենտ շտրաֆ եւ տելևիզիոնիայով ցույց տանք, որ այսինչ մարդը բռնվել է, այսինչ բան հարցերով կարող է մյուսները բան չանեն։ Մեր քաղաքի սանիտարական վիճակին պետք է հետևենք բոլորս, ու սա ոչ միայն վերադասի, այլև մեր պարտականությունն է։ Սիրելի բնակիչներ, եկեք մաքրենք մեր շրջապատը միասին։